Բանի երեքի ձայները մեկի ձայնից։ Քաղաքապետ օրինակ Մարտուն Գրիգորյանը տեղակալ կամ հակառակը։ Ես միանշանակ, եթե իրենք հանգարցագենձանից շատ ձայներ հավաքեն, ես ընդհանրապես ոչ մի տեղակալ, ոչ մի բան մենք չենք պահանջելու։ Մենք ասելու ենք գնացեք եւ ղեկավարեք։ Մեր ավականիներն էլ իրենց պաշտպանելու են։ Ես այդպես եմ առաջնորդելու։ Դուք մանդատը չեք վերցնի։ Ես բացատրեցի։ Այո։ Իշխանականները վերջին օրով տարածել էին ռեստորաններից մեկում ձեր կլկլացող այդ մուղամ երկելը, Մուղամ։ Ինչի այսօրվա նա բանը վարչապետի կինը բանին ասում էր, Ալիևի կնոջն ասում էր, արի կլկլան մուղամ լսենք, բան անենք։ Գյումրվա երաժշտության մասին է խոսքը, ես պատրաստ եմ, ես լավ ձայն ունեմ, լավ կարող եմ երգել, պարել, ուրախացնել, արտասանել, դա վատ բան է ընդհանուր առմամբ։ Դա շնորհք է։ Իսկ ովքեր էլ որպես ապրում են, ես ինչ ասեմ դրանց։ Շուշի ոնց եք հետբերելու։ ապտակում, պարոն Ղուկասյան։ Մի րոպե սպասեք։ Դա ապտակել չէ, դա մեծ ու պզդիկի հարաբերություն է։ Սիրուն այսպես շոյում ենք, որ ֆալշ մի նվագեք։ Ու երկում եք առանց չեմ կարող։ Ֆալշ մի նվագեք, հա, այդ առանց յարիով կարող է ապրի, որ օրինակ դու կարող ես առանց յարի ապրես։ Ասա։ Այսքան տարի որ ապրում եք Մի րոպե սպասի ապեր ջան, լսեմ, հա։ Ուսումնասիրում է հրապարակված ձայնագրությունը, որտեղ դուք Ուրեմն դատախազությունը թող ուսումնասիրի Նիկոլ Փաշինյանի թուրքերեն խոսելը։ Հիմա մենք ինչ ասենք, հիմա նա որ թուրքերեն է խոսում, դա չեն ուսումնասիրում, այսինքն ոնց են ասում։ Այդ ինչ են ասում։ Արհեստական բանականություն եք ասում, ինչ եք ասում։ Դե այդպես էլ հասկացեք, էլի ինչ ասեմ։ Այսինքն ձեր ձայնը չէ, պարոն Ղուկասյան։ Դե թող հետաքրքրվեն, վերջում արհեստական բանականությունը ջրի երես դուրս կեկա։ Սատիկ, հասկացա՞ր։ Քապան ձեզ անդադ իրա։ գալու դեպքում, հա, քաղաքապետ լինելու դեպքում բացառում եք, որ էլի կրակոցներ չեն լինելու Գյումրիում։ Ուրեմն եթե դուք չսարկեք, հայ դուք լրագրողներդ, ուրեմն եթե դուք հանգարց լույսը խավար սարկեք, խավարը լույս սարկեք, անպայման կլինի։ Դրա համար Նապոլեոնը սուդ եք խոսում, այդպիսի բան բացարձակ, սանձարձակ սուդ է, ասեմ ձեզ, ես պոլիգոններում, ես կյանքում ընդհանրապես իմ հետ կապված ոչ մեկը չկա, որ ասի, ինձ հետ կապված, կարող է ասեք, Ղուկասյան Վարդանի շունը բռնաբարել է հարևանի շանը, այդ ժամանակ ես կընդունեմ մեղքը։ Պարոն Ղուկասյան, մի բան հարցնեք։ Ինչ տղա ջան։ Ձեր եղբոր թորի մասին է խոսում։ Եղբորս թորի մասին է։ Բացարձակ խայտարակություն, անչափահաս երեխաների մասին է խոսքը, նմանատիպ դեպք չի եղել, այդ ամեն ինչը ընդունված է, ներկայացված է, հերթական Ղուկասյան ազգանունի հետ կապված թիրախավորում են ամբողջ ընտանիքին եւ այդ ազգանունը ունեցողներին։ Միանշանակ խապեպահություն։ Խապեպահություն։ Երեխեք դուք հասկանում եք, թողեք խոսեմ ես։ Ուրեմն պարզ ասում եմ։ Նախ հայրը տղայի տեղը չի պատասխան տալիս, տղան է հոր տեղը չի պատասխան տալիս։ Հետո այդ մեկ երկրորդ հերթին էլ ես ազգությամբ 170 միայն տղամարդ կա մեր ազգի մեջ։ Անչափահաս երեխաների խնդիրը, որ այդպես դուք ուզում եք բարձրաձայնել խոսել, միանշանակ սուդ է, լկտի սուդ է, վերջում էլ կզգաք, որ իրոք այդպես է, ինչ որ մշտական ներկայացնում եք ու 99%-ը սուդ է դուրս գալիս։ Հիմա հերթական սուդ է այս ընտրությունների րոպեին, ուզում եք ռեյտինգից հետ կապված խնդիր առաջադրել, բայց կտեսնեք, որ ժողովուրդը մի քիչ հետո բոլորիդ, բոլորիդ, պետք է ասեմ ամոթ ձեզ, որ 25 տարի ընկել եք իմ հետևից, այդքան բան։ Ուրեմն մինչև ժամը 12-ը 1-ը դուք պետք է ամոթով գնաք Գյումրիից։ Ինչի՞։ Ասա։ դուք դիմեք դատարան պատվի արժանապատվության վերականգնման հայցով։ Ես չեմ դիմելու, բայց համապատասխան մարդիկ կդիմեն դատարան։ Միանշանակ։ Չհստակեցրեցիք կադրում ձեր ազգական։ Երեխեք, դուք կարող եք լուրջ հարցեր տալ, անձնական բաները թողնել։ Գրիգորյանի միջև լարվածություն է էլի լկտի սուտ։ Ինչ լարվածություն։ Ուրեմն սարքել է Երևանը, սարքել են մարդիկ, որ ասում է բաժանիր, որ տիրես քաղաքականությամբ զբաղվող շախմատիստները։ Դիդավորյալ, տեսան, որ բոլորս միասին քաղաքում իրար հետ ենք։ Մարտուն Գրիգորյանի հոր եղբայրները, Համլետը, մյուսը ին լավ ընկերներն են, լավ եղբայրներն են։ Հիմա սարքեցին այդ ամեն ինչը քաղաքում եւ մինչեւ այսօր ինչ որ երկրում լինում է, սարկում են
եմ բաժանիր որդիրես։ Ես ոչ մեկի հետ թշնամություն չունեմ, իմ թշնամին Օսմանյան Թուրքիան է եւ Ադրբեջանն է։ Լավ իմացեք, ես հայ ժողովրդի հետ թշնամություն չունեմ, որովհետեւ Աստվածաշունչը ասում է. «Ներիր քո եղբորը, քո ընկերոջը 7 անգամ 77 եւ չգիտեմ ինչքան»։ Ես այդպես այ ցեզել եմ ներում ձեր սդերի համար։ Պատրաստ եք։ Նայեք, այս երկուսն են։ Ուրիշ լրատվություն, ասա։ Բան ունեք, ասա։